Ուղղակի հարգարժան այցելուներ։ Հայաստանը գտնվում է անհասկանալի իրավիճակում եւ այն ինչ տեղի է ունենում ոչ թե իրականության արտացոլումն է, այլ Նիկոլ Փաշինյանի հոգեվարքի մեջ գտնվելու մաղձի դրսևորումը։ Ադրբեջանցիներն ինչ ասես ասում են հայերի մասին։ Հայաստանը հայտարարելով Արևմտյան Ադրբեջան, Երևանը հայտարարելով իրենց մայրաքաղաք, Սուրբ Էջմիածինը հայտարարելով իրենց ղազիաթներից մեկը, ամեն ինչ ասում են։ Չկներեք եւ դա ասում են պետական մակարդակով, պետական դեպքերի։ Պետական։ Նրանց այդ ինչ զադե է, դրանց հոգեոր առաջնորդի։ Աշազադե, Մաշազադե, բայց հայտարարում են ղազիաթ։ Ինչ ասեք ասում են, հայկական կողմից որևէ ծպտուն չկա։ Եվ բոլոր ծպտուն հանողներին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում են մեղավորը դուք եք, որտեղ դուք Արցախի դրոշ եք դնում, դուք Արարատ սարն եք նկանում, դուք ձեր երեխաների անունը Արարատ եք դնում, իսկ մեր մոտ Արագածն է եւ այլ, այսինքն մեղադրում են մեզ հայերից։ Բայց Աստված մի արասը Ռուսաստանից մի հատ հանկարծ ինչ որ խոսակցություն, այն կարևոր չի թե ով, ուրեմն պարզվում է հայ ժողովուրդը ցնցվում է։ Ես ուշադիր լսել եմ Սալավիի ավասատը, չգիտեմ ով ինչ ասում, բայց Սալավին առանձնապես բանել չի ասել։ Բայց ումրը դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ-ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, ԱԳՆ մամուլի խոսնակ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը ուրեմն կանչվել է հայտագիր, որում խոր վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։ Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է նաև, չգիտեմ եւ այլը, նշեց ՀԱԳՆ մամուլի խոսնակը։ Ափսոս հիմա այս մեր տրամադրության տակ այս բանը չկա Սալավյովի ասածը, բայց միտքը հետեւյալն է, որ շատ հստակ է ասում, որ մենք ելնելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքներից, այսպես կոչված, չպետք է թույլ տանք, որ մեր մերձակա հարևաններում ստեղծվի մի իրավիճակ, որը կհանգեցնի նրան, ինչին հանգեցինք օրինակ Ուկրաինայում։ Միտքը մոտավորապես սա է։ Եվ ասում է մի քանի երկրներում թվում է Հայաստանը, թվում է միջինասիական պետությունները ընդհանրապես, ասեմ օրինակ այդ երկրներում սարսափելի հակառուսական դրսևորումներ կան։ Ինչ է սուտ է ասում։ Բացեք հմեկը։ Բացեք ցանկացած եթեր հեռարձակվող շանտ, չգիտեմ, այն մյուսը, ֆերի նյուզ, սա բացեք նայեք։ Առավոտը սկսում են հակառուսականությամբ, ավարտում են հակառուսականությամբ։ Արդեն չեն էլ ամաչում, որ հասել են նրան, որ 15 թվականի ցեղասպանության մեջ մեղադրում են էլի Ռուսաստանին, որ այս սա կազմակերպել է Ռուսաստանի Դաշնությունը։ Կներեք, այդ ձեր ազգի հերոսները շատ վաղուց են մեղադրում, օրինակ Հայրիկյան բան, այդ կարգի շատ վաղուց են։ Հիմա դա խոսքը կտամ քեզ հարցով։ Չէ, ես ասում եմ, խոսքը չեմ կտրում, չէ, ուղղակի ասում եմ, որ դա նորմալ բան չի։ Այսինքն Նիկոլին ամեն ինչում մի մեղադրում։ Ես ասում եմ, որ անում են։ Հիմա պարույր է, անհատ մարդ է, ինչ ուզի կարա ասի, թող ասի։ Անհատ մարդ։ Բայց երբ որ պետական հեռուստաընկերությամբ դա ասվում է ամենաբարձր մակարդակով եւ ասում են դրանք կառավարության անդամներ, ազգային ժողովի падգամավորներ, ամեն ինչով, եթե այստեղ հանկարծ հայ ժողովրդին չեն կարողանում իր հասանելիքը տալ, դրանում մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը։ Մի պետություն, որը երկու անգամ Հայաստանին նվիրել է անկախություն։ Ուղղակի նվիրել է։ Մեկ-մեկը նենց են խոսում, ոնց որ իրանք անկախ պետություն են եղել։ Ռուսաստանն եկել է գրավել է Հայաստանը, ճնշել է հայ ժողովրդին, ոչնչացրել է հայ ժողովրդին։ Ժողովուրդ, հա կարելի 1918-20 թվականը, ռուսական կայսրությունը, հեղափոխություն եղավ, Լենին պապիկը պետություններին անկախություն շնորհեց։ 91 թվականին կործանվեց Խորհրդային Միությունը, ավտոմատ անկախ մեր կամքից անկախացանք։ Անկախ մեր կամքից։
Բայց դուք փոխարեն ձեր երկրի ղեկավարը, որը Արցախը հանձնեց հոկտեմբերի 6-ին Ադրբեջանին, 22 թվականին, որը 23 թվականին ամեն ինչ արեց, որ Արցախը ամբողջությամբ դատարկվի, որը այսօր Բաքվի բանտերում ցմա դատապարտված մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի բացարձակ չեր հիշում, իրանց հետ տանձինել չի, անկարծ Սալավյովը ինչ-որ բան է ասել։ Այսօր Տրամպը հայտարարել է, որ ինքը Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, հետո գնաց Մադուրոյին գողացակ տարավ, ում ուզում է ռմբակոծում է, ում ուզում է սպանում է, ինչ ուզում է անում է, կանչեց ձեզ Վաշինգտոն ստորագրել տվեց Մեղրին հանձնել Ադրբեջանին, հանձնեցիք։ Այդ ինքներդ ձեր վրա չեք զարմանում, բայց Սալավյովն ասել է, որ իրանց ազգային անվտանգությունից ելնելով իրանք պետք է թույլ չտան, որ իրենց մերձակա շրջանակներում առաջանան հակառուսական պետություններ, որոնք վաղը կարող է Ռուսաստանի համար վտանգ ներկայացնել։ Նորմալ բան է։ Տրամպը Գրենլանդիան է ուզում Դանիայից առնի, ասում է, որովհետև այնտեղ թույլ են տալի ու չինական ու ռուսական նավեր կան։ Եվ առնելու է։ Ադրբեջանը բացի այդ հայտարարում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է։ Պարտադրում է, որ դուք ձեր սահմանադրությունը փոխեք։ Նոտա չեք հղում։ Վախենում եք նույնիսկ խոսակ, Սալավյովը մի բան է ասել։ Չեք կներեք, որովհետև Ադրբեջանի հետ իրանք նույն թիմում են, նույն եղբայրն են, նույն միսվարունն են, չէ՞։ Բայց Սալավյովը չուժոյ է, հայերեն ասած, Ռուսաստանը ուրիշ է, չէ՞։ Ադրբեջանն է սրանց հետ բանն է, դա նույն թիմն է, նույն ճամբարն է։ Լավ, ինչի սկսենք, ախր, Մադուրոն էլ է շատ բան, էլ է հետաքրքիր։ Արի Մադուրոյից սկսենք, գանք ասենք Սալավյովին, թե Սալավյով, այ լավ, սա։ Ուրեմն ինչ է ասել Սալավյովը։ Նախ ասեմ Սալավյովը պատական մարդ չէ, ինքը բլոգեր չէ, ինչ-որ ինքը կարելի ասել Կրեմլի խոսափողն է։ Մարդը ասել է հետևյալը. որպես մեծ տերություն Ռուսաստանը չի հանդուրժի ոչ մի հակառուսական պրոյեկտ իր սահմաններին, իր մերձակայքում իր դեմ ուղղված։ Էս ասել։ Ինքը չհանդուրժեց Վրաստանին 2008-ին, ինքը չհանդուրժեց բանդերականներին 14 թվականից ի վեր, ինքը չհանդուրժեց մինչև Աֆղանստանի ամենին, որը խաղեր էր տալիս բազմավեկտոր էր, դեմոկրատ էր, սերեն էր, то մինչև գնանք, էլ Չեխիա չգնանք, Բուդապեշտ, կարանք հասեք մինչև Խալխինգոլ, Ստալինի այդ փոքր պրևենտիվ պատերազմով, որ էլի բացարձական շարժ ճապոնացի կան շարժ, ոնց որ ամերիկյան չևեկան պետք է կանգնի, չէ՞, այստեղ Իրանի քթի տակ, որ անմեղ, բայց Խալխինգոլում դրանց համար մարդը էս է ասել։ Մի այլ հարց է, թե սրանք ոնց են դա պատկերացնում կամ մեկնաբանում։ Գիտեք, այս ողբերգությունն է ժողովուրդների, պարոն Իսագուլյան, որտեղ ժողովուրդների քաղաքականների տաների նրանում է, որ սրանք գիտեն ու համոզված են, էլի, որ բանը տարածքներ ունեն, պետություններ ունեն, ինչ ուզեն այդ տարածքում կանեն, կարան այդ տարածքում բերեն ամերիկյան բազա դնեն, հա, կարան, ասենք Սևաստոպոլում ուզում էին, չէ, ռուսական Չեռնոմորսկի ֆլոտը փոխարինել ամերիկյան այդ համապատասխան ֆլոտով, հա, գիտեն թե իրանցն է, արա գլխներից որ մի բան անգե վերևից, մանավանդ հայրն է սա վերաբերում, որովհետև իրանց անկախության ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքի հետ հայերը կապ չունեն, այդ հայրիկյան, մայրիկյաններ, եթե համարում են իրանք են ժողովրդին բան բերել, անկախություն բերել, դուք գնացեք դες Ռոմի պապ համարեք, համարելով չի արա։ Չէ՞ թե ձեզ տարածք են տվել, ասել են գնացեք ապրեք։ Մեզից ամեն ինչ հեժան, ձերի ամենալավ ձևով ստացեք։ Դա չեղա որ ձեզ ասին գնացեք բերեք բանդերականները տանեն Ուկրաինան Օդեսա կողեն, ամերիկյան զորքերն է բերեն։ Դա չեղա որ հայերը պետք է բերեն այդտեղ թուրան սարքեն։ Չի եղել, չէ՞ դες բան։
Դες պայմանավորություն չի ասել, գնացեք խաղալ մեր հետ ապրեք։ Չէ, սրանք պետք է արևմտական են, սրանք եվրոպական են, սրանք արևմտյան արժեք են սիրում։ Այդ մի բանը ճիշտ են ասում ես, ժողով վարչապետի ֆրակցիան ծերից ծեր արևմտական են, ինցեստից բռած վխտում է դրանց, որ ինցեստ, պեդոֆիլիա, տրանսգենդերություն, ինչ ասես չկա դրանց մեջ, ինչ խայտառակություն ասես չկա։ Հա, եվրաժեկների կրող ենք։ Մենք սրանց սիրտը բան է ուզում, Թրամփի մոստ է ուզում, չէ, Թրամփի կնգա պերեդոք։ Դե գնացեք սարքեք։ Տեսեմ ինչքան կհասցնեք սարքել։ Բանդերականների սիրտն է բան էր ուզում, ՆԱՏՕ-ի բազա էր ուզում։ Ստացան ՆԱՏՕ-ի բազա։ Էշ էին, չէ՞, գիտեին թե Օդեսան է իրանց Ղրիմը, Դոնբասը, Խարկովը, Կիևը, եւ ահա կփակվի այդ պետությունը, չէ՞։ Կփակվի։ Այլ ընտրանք չունի։ Քեզ բան, խոզի գլուխը խալունճարը քեզ տարածք են տալիս։ Հսկայական զենք են տալիս։ Սովետական ժառանգությունը հավասար բաժանում են, սովետական սաղ պարտքերը վերցնում են իրանց վրա։ Հա։ Հսկայական պարտքերը սովետական միության, սկսած ամերիկյան, այդ ամեն ինչը ասում են ախպեր գնա խաղա ապրի։ Մի հատ է հայերին Ղարաբաղ են նվեր տալիս։ Ղարաբաղը եթե հայ ժողովուրդը կարծում է, որ Ղարաբաղի ինքն է հետ բերե 94 թվին, ուրեմն էշ է հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդին ձեր նախագիծն է ասում, քո սիրած, Պաուրիսա, ասել է ռուսեն են մեզ նվեր տվել։ Իրեկով մենք չէինք ապրի։ Տեր-Պետրոսյանն է ասում, Բագրատյանն է ասում։ Հայ ժողովուրդի ինչ կապ ունի հաղթանակի հետ։ Հա, որպես բան զինուր գնաս է մասնակցել է։ Բայց ով է իրան այդ հաղթանակը տվե։ Քեզ տալիս են լուրջ տարածք։ Քեզ տալիս են մի հատ էլ Ղարաբաղ, 12000 կմ։ Քեզ տարիներ շարունակ սնում են ձերի զենքով։ Ալիևը 98 թվից այն օրը բանդերականներն են գրում, այդ բանդերականն եմ ասում, ես նիկոլականները, թե մեր պարտության գաղտնիքներն էր, որ 98 թվից մեր ռազմական բյուջեները իպես բան եղան, տարբերություն առաջացավ, Ադրբեջանին աճում էր, մերը չէր աճում։ Ճիշտ են ասում։ Ալիևը հայտարարում էր հələ 15 տարի առաջ, որ իր ռազմական բյուջեն հավասար Հայաստանի պետական բյուջեում։ Նշանակում է պարիտետ չկա, չէ՞։ Բայց ով էր ապահովում պարիտետը եւ Հայաստանի անվտանգությունը։ Ռուսաստանը, քեզ տալիս էր ինքնարժեքով զենք, այն սու 30-ը որ սա բերես, նստավ քշրես, լոպսծավ։ Ալիևը կառներ 80 միլիոնով, ինքը առավ 30 միլիոնով։ Ռուսաստանի ներքին գներով։ Պլյուս ձերի զենք, որի մասին ինքը գիտի, բայց ոչ ոք չի խոսում։ Ռուսերենը չեն խոսում, որովհետև սիրուն բան չի։ 70,000 տոննա, 1500 ռես ստացվել է 10 տարում Սերժ Սարգսյանի օրոք։ Մի այդքան կամ ավելի շատ կամ մի քիչ ստացվել է Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ձեր պարիսետը պայելեք դրանով, չէ՞։ Այլևս քեզից 4 անգամ շատ փող է ծախսում բանակի վրա, դու 4 անգամ նրանից քիչ։ Այդ ճեղքվածն էլ է փակում Ռուսաստանը։ Ղարաբաղը նվեր է տվել։ Տեր-Պետրոսյան Լևոնը ինչ այն չի ստախոս չի։ Դու մենք բոլորս մարտեք մենք գիտենք այդ պատերազմը ոնց է տարվել։ Մարտը ասում է 3 օրից մենք չունենք ուտելու բան, 7 օրից չունենք կրակելու բան կամ հակառակը։ Դե գնացեք Շուշի վազվրատարեք, Ղարաբաղ վազվրատարեք։ Բագրատյանին գիտես, բերտո էլ ավելի հետաքրքիր դեպքեր են եղել, որ Մարտակերտը հետ կա բերեք կանոնավոր ռուսական բանակը։ Ճիշտ է։ Կանոն հնար չի եղել կանոնավոր ռուսական բանակն է գնացել հետ բերե։ Կարծեմ Մարտակերտը։ Արա էլ ինչ անեն ձեզ, ձերքերի մեջ ձվածեղ անեն տան լափեսնեն ձեզ։ Ու դուք ստե ամբողջ օրը հակառուսական քարոզություն անեք, ինչի համար։ Բացեք ասում հմեկի են ֆիլմ։ Թող անեն, լսի, բայց այդ ինչով կվերջանա։ Ինչով կվերջանա այս ամենը։ Ախր ես ասել եմ, հայ ազգի մահացու ողբերգությունն է կա, չէ՞, գեմարոյնելա հիվանդություն կկտրես կհանես, ռակնելա հիվանդություն, որը կկտրես ու կմեռնես։ Սա մահացու ողբերգություն է հայ ժողովրդի եւ հայոց պետության համար։ Հայ ժողովրդի էլիտաների գենետիկ արևմտականությունն է։ Սա ողբերգություն է։ Էս այ ժողովուրդ, դե ես ինչ ասեմ։ Հələ Տեր-Պետրոսյանը այդքան բանն ասում է։ Մարդիկ բուչա էին էթում էին բասարակենիկը գնում վիժվասներ, բանդերականների վիժվասներին կանֆետ էր տալիս։
Կոնֆետ էր տարել, չէ՞։ Ռուսներից դուժած երեխեքին։ Չնայած բանդերականը չի կարող երեխա ունենա, բանդերականը մարդ չի։ Դա մարդ չեն դրանք։ Այդ ես լավ գիտեմ, ինձ շատ լավ Կուրգինյանը գիտի։ Նստեք դրա ֆիլմերը, նայեք, կսարսափեք։ Թե ինչ ասել է բանդերական։ Գեբելսն է սարսափել դրանցից, սարսափել է։ Գեբելսին զեկուցում են, որ Գեբելսը գիտես խոտակեր տղա էր, չէ՞, կյանքում մարդու բան ասած չկար։ Երեխեքին կապում էին Վոլինում։ Լե երեխեքին։ Նաև հայ, 6 հատ հայկական գեղ են վառել։ Դրա փաստն է կա, Աբովյան Արմանին կան չի մի օր կասի, ինքը կոնսուլ է։ Մանուկյան Անդրանիկի մոտ բան էր, չէ՞, խորհրդական էր դեսպաները։ Դե քանի որ բանդերական երեխին չի սպանի, չէ՞, կապում էին ծառներին գիշերը, գելերն ուտում էին շակալները երեխեքին։ Թե բանդերական երեխի վրա ձեռքը բարձրացնի։ Հիմի դրանց վաստակներին սրակենիկը բանկանֆետ է տանում։ Քեզ ձեզ տվել են 2 անգամ անկախություն։ Առաջի անգամ տվել են ու դա Ռուսաստանի փլուզման արդյունքում եղավ 17-18 թվերին, ցես տվել են առնվազն, եթե Բերլինի տրակտատի սահմանները վերցնենք, մոտ 60,000 կիլոմետր տարածք։ Կարող է սխալվում եմ։ Դա Ռասկուլաչի տարեցիք։ Գնացիք անգլիացիք ձեզ հանձնարարեցին Ստոքսը, որը ֆիլմի մեջ Նոքսը, այդ քակը անգլիացի, անձրից ծախվել, պիտի պատերազմ անեք։ Կորչակին զենք էին մտակը։ Ձենիկինի։ Որտեղ ասում էին Ձենիկինը, դե Թիֆլիսից էր, չէ՞ բանանում այդ բանը։ Լսի, ապամոնտաժում Կարսի Սախերետանին ուղարկում են Ձենիկինին, Թիֆլիսի հրահանգով։ Երբ գալիս է Կարսի պաշտպանության ժամանակը, տեսնում են կրակելու բան չունեն։ Հետո Ալեքսանդրոպոլն ենք գնում։ Հենց այսօր հոդված կարդացի, որ ոնց են ռուսները հանձնել հարսը, մնացած սաղ հանձնել թուրքերին։ Հասկանում ես։ Գիտես, հիմա նայ պատերազմ եք հայտ, դուք եք պատերազմը սկսում։ Սեպտեմբերի 24-ին 1920 դուք եք պատերազմը սկսել։ Հետո գիտես ինչ էին ասում։ Լավ Ատաթուրքը խի առաջ եկավ Մուստաֆա Քեմալը։ Թող կաներ տեղում։ Դա արդեն իր կողմից ասում ագրեսիա է։ Ասելու բան, հա։ Հետո անգլիացին ֆերագիրը կա, Ստոքսի սրանց, այդ վրացյաններին։ Տառացի գրում է, հիշում եմ, դուք պարտավոր եք հաշտվել թուրքերի, ոչ թե բոլշևիկների հետ, որովհետև ռուսները մեզ թշնամի են։ Դուք եք որ անգլիացու համբալ եք, ձեզ ասված հատուկ ծնելա, որ մենք ձեզ մատաղանենք, հա։ Դուք գնում են Ալեքսանդրապոլի։ Իբր մեծ ազգային գործ են անում։ Եթե այդ Ալեքսանդրապոլը չստորագրեին, Հայաստանը վարի էր գնում։ Այդ օրերին, դեկտեմբերի 1-ը, որն է, Կասյանը երբ թուրքերին կանգնեցրեց Երևանում։ Կասյանի փողոց են վերանվանում։ Վրացյան Սիմոնը իրանց սրբությունն է, չեն կպնում նրանց։ Այն Հերմաֆրադիտ կա Հարությունյան Արայիկ, չէ՞, կամ Հերմաֆրադիտից կարող է վտանգավոր բանը։ Սրա աշխատակազմի ղեկավարը ասում է, եւս մեկ տականքի մենք ազատեցինք Երևանի փողոցներից։ Բայց ճիշտ ինքը ազնիվ տղա է, ճիշտ է ասում, Կասյանը իր համար տականք է։ Ինքը անգլիական պրոյեկտի է վնասել։ Իհարկե տականք է Կասյանը։ Ինչևէ մի կերպ ձեր լափաս 50,000 կիլոմետրից 11 թողե, չէ, 60-ից 11 թողե, ախպեր 20-ը վազվրատ են անում։ Հələ բանակցությունների ժամանակ ամենավաստորությունն են անում։ Էլի այդ Ստոքսա, Մոքսա, թե ուրիշ անգլիացի գնդապետի ղեկավարությամբ սրանք այն ժամանակ երբ Հայաստանի քարտերներն էին ճշգրտվում այդ ռուս-թուրքական կոնֆերանսում Մոսկվայում, սրանք հետևարին ապսամություն են բարձրացնում Երևանում։ Մոսկվային հեռագրում, թե Մռավյանն էր, չէ՞, կարծեմ Հայաստանի բանը։ Մռավյանի ռադարեք Երևան, իշխանությունը մերն է էլի։ Վրացյան Սիմոնիկը գրում է Մուստաֆա Քեմալին, թե ախպեր մենք ապսամություն ենք արել, արի մեզ բան արա։ Օգնի ռուսերին քշենք, ես ու դու այդ լավ կլինենք։ Վրացյան Սիմոնը փաստացի ասում է, մեզ պետք չի 30,000, մենք 10-ն էլ հերիք, մենք Թուրքի վիլայետ մնանք, բայց մենք իշխանություն, մենք լափ ենք, հա։ Թուրքի այդ առևտուրը մենք անենք, ոնց որ այսօր կրզոդա անում, բենզին, պամիդոր, խիար, մենք անենք։ Այդ նամակը Մուստաֆա Քեմալն ուղարկում է Լենինին։
ասում է, «Էս ազգի համար դու վիզ ես տալի, քյալլա ես տալիս իմ հետ Վլադիմիր Իլիչ»։ Երջանկա հիշատակ Վլադիմիր փաստեր արկա են գոյություն ունեն։ Իհարկե կա։ Վլադիմիր Պողոսյանը մասավես վերջերս տաղանդավոր մարդ էր։ Եվ գիտությունների դոկտոր է Եվրայկում եւ ՑԿ-ի քարտուղարել է կարծեմ եղել։ Այս նոր տարուց առաջ մալը։ Այդ մարդն ասում է շատ հեշտ հետ կբերեին նաեւ Կարսը։ Եթե սրանց այդ փետրվարի ապստամբությունը չլներ։ Լեննական հետ բերեցին, չէ՞։ Դե գնաց հուրհավիտենս կորավ Կարսը, կորավ։ Ախպեր գալիս է 90 թիվը։ Դու սրանք էլի չէ մենք արևմուտք ենք սիրում, մեր սիրտը ՆԱՏՕ-յա, մեր սիրտը մենք եվրոպացի ազգ ենք, էլի։ Մեր սիրտը Օրենք են ընդունել Եվրոպան։ Դու մեր սիրտը ֆրանսիական ստեյք ա ուզում ֆիլե մինյոնի, ոչ թե մեր քյաբաբը, այնտեղ ես իմ շաուրմա, մաուրմա։ Դու մենք ֆիլե մինյոն կերած ազգ ենք։ Ժուլեններ ենք սիրում, դոմպիրնյոն շամպայնով ենք, շամպայնի մեջ ենք մենք ծնվել։ Դոմպիրնյոն շամպայն։ Դոմպիրնյոն, աշխարհի ամենաթանկ շամպայնն է։ Հա։ Դե գանի որ հայ բոլոր իշխանությունները դու կոմունիստների սկսած հետ ասեմ։ Բոլորը բան են, լավագույն դեպքում բազմավեկտոր է, որը նույն վտանգավոր բանն է։ Տեսար սրանց բազմավեկտորությունը ինչի հասցրեց։ Գոնախին ղեկավարներին թվում էր, թե Սորոս Ջորջի կյանքի մասներից մեկը է նա, որ Բարսելոնա Լևոնը միշտ երբ ուզենա գնա Գերմանիա հարսին դոմպի գա։ Հենց դրա համար էին դրա միլիոնատեր դարձում դոլարային։ Չէ, Սորոս Ջորջը Բարսելոնա Լևոնին ու իրապես տականքի միլիոնատեր դարձրեց։ Որ իշխանությունը վերցնի Հայաստանում։ Որ իշխանությունը վերցնի, անգլոսաքսոնական նախագիծ իրականացնի ստեղ։ Վերցրեց, արեց, դե կերակ, դե մի գնացեք։ Այսօր է Սալավյովը Սալավյովն են։ Սալավյովը բան չի ասում, չի սպառնում, ասում է մեր տերությունը չի կարող թույլ տալ իր սահմաններին իր դեմ ուղղված որևէ պրոյեկտ։ Դա թույլ չտվեց Քենեդին 62-ին, երբ Խրուշչովը տարավ միջուկային հրթիռները տեղադրեց Կուբայում։ Ասեց իմ սահմանների մոտ այնպես քանդրբարություն պետք չլինի։ Էնի ասեց դու քոն հրադարա ես իմը տես բարիշան եկա։ Ոչ մի հակառուսական բան պետք չլինի իր սահմաններում։ Լինի դա բանդերական, լինի դա ինքնիշխան Փաշինյան Նիկոլական, չի թույլ չեն տա այդ մարդիկ։ Ախր սրանց տեգիդությունը անսամ դետեգիդությունը Այն Ֆրունզիկ Մկրտչյանը անջարեղ էր խաղում Սիրանո դե Բերժերակի, դե տեսանյութերի կա տեստ, որը վերջում ասում է օտեգիդություն, չկա քեզից հզոր բան, անպարտելի ես թե ինչ, Ֆրունզը հաճարեղ է այդ դերում, չկա ապեր, քեզից հզոր բան չկա, և դա ինչ որտեղ մեր բախտը բերել է դրանում, սրանց տեգիդությունը, այ ոչ խաներ, մի հատ նստեք կարտակները դերման գարների հետ, ռուսները ոնց են վարվել, Հələ Փաշինյան Նիկոլը թող հանձնարարի, խախին գոլի պատմությունը շատ հատկանշանական է սրա։ Փաշինյան Նիկոլություն էին անում դեղ, ինչ-որ հաց ու կալբաստանն էլ բերելու անբան, դեղ շատ հումանիտար, եղբայրական բան, ոնց վերջացավ դրանց համար։ Էլ ավելի հետ չգնամ։ Այն Աֆղանստանի ամինը, որ նոր տարվա խոզի բուդը հայվանը բաստրում է դեպքի նստելու տեսար ինչ եղավ, դեկտեմբերի 29-ին։ Ուր մնաց դրա խոզի բուդը, ողորմածի կամինի, բա էշ Սահակաշվիլին, սիրտը նատո էր ուզում, բա սրանք Թրամպի ու, ես վերջերս հանդիպել եմ նախքին իշխանավորներից ազդեցիկ մարդու հետ, ասում եմ, ես չեմ հասկանում, դուք ինչ եք խոսում, ես Թրամպի մոտ է, ասում եմ, հալի չգիտենք ինչա, Հələ թող ստորագրեն, նոր ասում ցավը տանեմ, ախր մարդը ասել է Թրամփ իր բերանով ասում է տանասունը։ Ասում է։ Էս մեր թուրք աղբերներին պետք է կապենք այն մեր թուրք աղբերների հետ, հետո իրանք երկուսով գնան կապեն այն մյուս թուրք աղբերների հետ, ծովից են կողմ Կասպիցը։ Հետո այնտեղ Թրամփը անասունա Թրամփը հետո դիետան չինական թուրքերի հետ էլ աղբեր։ Հետո Թուրանը ստեղծվի։ Ռուսաստանի, Չինաստանի, Պարսկաստանի դեմ։ Ես չեմ ասում, ես պետք չեմ հավակնել Նոստրադամուսի բանը, չէ, ես մի բան գիտեմ, որ եթե ջուրը 36 100 աշճան գտաղավ կերա, հանարար 100 դառնա ու չերա, ճիշտ է, ես մի բան գիտեմ։ Պատերազմը սկսեց բանը ես, բանդերականը, ես ասել եմ հետևյալը, ես չեմ ասել ռուսները կա, ես ասել եմ Ուկրաինա պետություն չի լինելու։ Որով կարող է սխալվեմ դրանով, չի լինելու այդ պետությունը, որովհետև գիտեմ մի բան։ Պուտինը երբեք ինքը նորմալ ծնող է, նորմալ պապիկ է, երբեք իր երեխեքին բեռ չի թողնի։
Даже 140 կիլոմետր Ուկրաինա չի թողնի, որ նրանք միշտ ասեն Ադրբեջան, «Յա, բամեր հողերը, բամեր էս այնը, զինվեն, ամերիկյան իր տանձին պետք է»։ Կվերացնի կպերցնի։ Ես ասել եմ, Թրամփի մոստը Փաշինյան Նիկոլը, որ 12 առաքյալի հետ ձեռքերը բռնած գա, իրականություն չի դառնա։ Չի կարող դառնալ։ Բայց ասում են 55 հատ վենս թող գա։ Քանի հատ են վիցեպրեզիդենտ էին գնում Ուկրաինա, ինչեր էին ստորագրում։ Ինչեր էին ստորագրում։ ՆԱՏՕ-ի բազա, Սևարտեն մարտիկ, որ ամեն ինչ անգլիացիք դաժան բազա չէ, բայց բազայի ենթակառուցված ստեղծին Աչակովում, Օդեսայի կողմերը։ Հետո Եվ էշեր իրանք լինելով տգետ անասուն, փորձում են Պուտինի նման մարդուն համոզել, թե ապեր սա вообще ձեր դեմ ուղղված չէ։ Էս էլ է ասում, այդ Թրամփի մոստը, որ մենք սարքում ենք, Ռուսաստանն է կխերվի դրանից։ Դա ասում է Փաշինյան Նիկոլը Վլադիմիր Պուտինին։ Հələ դրանց մակարդակները համեմատի, դրանց խելքի, դրանց պատրաստվածության, դրանց տեղեկացվածության, դրանց ասում է вообще վնաս չի քեզ։ Դա պերասա։ Ես այն ժամանակ փոքր եմ եղել, բայց մի բան եմ հիշում, որ Բրեժնևը երբեք ամենին բան չէր ասում, Աֆղանստանի այդ Չեխարդայի ժամանակ, երբեք չէր ասում Թրամփի պես հեսա կմտնեմ, այսօր անասունն ասում է, եթե Իրանը համարձակվի պատասխանի, ես բոքսեմ ինքնատը, ես նես բան կանեմ, Բրեժնևը այդ անասունը չէր սրապես, Բրեժնևի կնիկները կամ կնիկը, բորոն աստղ երբեք չի եղել, Playboy-ում ոռը չի նկարել, որ մինչև ես հիացած հիշում եմ, 90-ականներին դրա երկրորդ կնգա ոռը, Marla Maples, լուր մարդ է, դրեց դիզը փոքեց, ուրիշների կանանցով շատ է զբաղված, լավներ ինչ անեմ, շատ լավներ, Մարլան վատերներ Թրամփը բանին կթողներ, Իվանային կթողներ Մարլայի համար, չեր թողներ։ Բայց վերջին է։ Արա, այս էշը խասյատ ունի, կնիկը 40 դարավ թողնում է։ Մելանյան արդեն 50-անց է, պրոստը ինքն էլ ուտանասուն, թողնել, ինքը թողնելու տեղ, ես համոզված եմ սրան է կթողներ։ Մարդը 40 տարեկանից բարձր կնիկ չի սիրում, իրավունք դա չխախտենք, իրավունք է չխանգարենք։ Այսինքն էսա, դե թող գնան, ես ուրախ եմ, ես հիմա լավ, Սալավի ժամ արշուտ, ես ժամ շուտ, աղբեր այդ ձեր մոստը կառուցեք, մենք է կնստենք կիանանք, թե այդ մոստը ում քամակում կհայտնվի։ Կառուցեք, ես կողմ եմ Տրամփի մոստը, հայ շանվորտիներ, եթե դուք իրոք դուք ուզում եք, ախր այդ նոյեմբերի 9-ի փաստով գրված էր, չէ, վերականգնել, չէ, ապա շրջա գործող կոմունիկաներ, որոնք գործել են սովետական միության ժամանակ, չէ, ռուսական FSB-ն է կհսկի, որ պրոբլեմ չլինի։ Դե բացեք Ղազախը, բացեք Մեղրին, Նախիջևանը, բացեք այդ երասմերասը, բացեք աշխատեք արա։ Եթե դուք իրոք հաց ու կալբասի դարդեք, հումանիտար բերեր պրիտեղա փոխեք, հումանիտար գործերով եք, բացեք աշխատեք արա։ Սրանք իրանց տաղանդավոր հալին ֆուկ են անում Պուտինին։ Ասում են, չէ, մենք ավելի լավ բան կանենք, դու տես կանես, են կանես, ախպերի ջան, դու մեջն է փող կունենաս։ Դա Սալավիովը բառացի, ինչ է ասը, որ մենք թույլ չենք տալու։ Դա Սալավիովը դες շատ վատ բան է ասել, ես ուրախ եմ որ ասել է։ Նա ինչ է, ես տառասյորեն ասեմ Սալավիովն ինչ է ասել։ Պուտինն էլ հայտարարեց, ով ոնց մտել է սովետի կազմը, տեցեպտի դուրս գա։ Այդ ինչ է նշանակում։ Դա այդ նշանակում է, որ Հայաստանը ընդհանրապես չի մտել սովետի կազմ։ Ոչ է բանն է մտել։ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, Թուրքեստանն ա եղել, որը Ռուսաստանի կազմում է։ Ղազախստանը 36 թվականին է ստեղծել։ Առաջին քարտուղարն էլ Միրզոյանը։ Թուրքեստանը քանդին, չէ, 5 մասի բաժանել։ Նա է Պուտինն ինչ է ասում, շատ հետաքրքիր բան է ասում։ Պուտինը թե Սալավիովը։ Այս Սալավիովը։ Դե ինչ տարբերություն է։ Չէ, տարբերությունը մեծ է։ Նա երկրի նախագահն է, նախահորձավար։ Չէ, նա հո բան չէ։ Նայել ես ո՞ց կդնեմ ես այդ տեքստը մի։ Հա, նայ։ Ինչ ասես Սալավիովը։
совесть не мучает, стыд не берет. По-другому не скажешь. Концепция братских народов себя изжила. Пришло время делить страны на дружеские и враждебные. России надо убрать из лексикона термин «братский народ». Самое смешное, что спустя 30 лет после того, как мы их отпустили, мы опять виноваты за 70 лет общего советского прошлого. Оказывается, угнетали и высасывали соки. А так бы, вне СССР, они жили бы шикарно, припеваючи под османским гнетом, очевидно. Историческую память им отбили поп-культуру и жвачкой с Кока-Колой. Удивительно, самое известное, 3 миллиона населения, а столько вони. Шкан кехто для вбана, без чит банасу. И 3 миллиона банактюна искан. Тշнамական արտահայտություններ։ Дружбы больше не будет. Ставьте памятник Путину, что дал вам отдышаться, сохранить жизни десяткам тысяч армянских солдат и мирных жителей. Россия впредь будет руководствоваться национальными интересами РФ. Теперь это уже официальная позиция Маслиной. Соловьева Асума, Николакутчи. Официальная позиция Маслиной. Невежественность, возведенная в квадрат, чревата последствиями. Путин же сказал, что из Союза должны выходить с тем, с чем пришли. Это Соловьев. Պուտինն է ասում։ Ախպեր ջան, սովետական միություն մտել է Թուրքեստանը Ռուսաստանի կազմում։ Վրաստան, Հայաստան, Ադրբեջանը չի եղել, ֆեդերացիա եղել։ Կոնֆեդերացիա։ Կոնֆեդերացիա էր կոչվում։ Եղել են այդ իրեկը Ռուսաստան, Ուկրաինա, Բելարուս, բայց լրիվ այլ սահմաններով։ Բակներես, բայց Չինաստանում խի են ասում, մենք չենք հասկանում այս անկախ սովետական պետությունների գենեզիսը։ Սրանց ծագումնաբանությունը ինչ է։ Չենք հասկանում։ Բայց ճիշտ են ասում, բա Պուտինի հետ պասերով խաղում է Սի Զինպինը։ Իրոք չի հասկանում, ինչ գործում այսօր իր քթի տակ Ղազախստանն է քիչ է դրա դարդքաշի։ Մի հատ է Ղազախստանում տասնյակ ամերիկյան լաբորատորիա իր սահմաններում։ Իր տանձին պետք է դա։ Չէ, ինչ պետք չէ։ Քանի որ սովետական միությունից դուրս են գալիս են սահմաններով ոնց մտել են, իսկ Ղազախստանը вообще սահման չի ունեցել կորեցի։ Թե ուրեմն ախպերավարի Սի Զինպինի հետ այդ տավարների տարածքը կբարդեն։ Ուկրաինան էլ չի ունեցել, ոչ մեկը չի ունեցել։ Հասկացա՞ր։ Տավ ինչու են։ Ես սրանց հույսը որն է։ Լավ, իվա կանչեցին նոտա բանալեցին, Կապիրկինին, ինչ են ուզում դրանով ասել։ Կապիրկինը կասի ազատ երկիր է, ազատ լրատվամիջոց է, մարդ իր կարծիք ասել է։ Չէ դե նայ, սրանք ասում են Սալավյովը պետական մարդ է, հա, բայց դե Սալավյովը դա իր պետական եթերով չի ասել։ Իր անձնական բան։ Իր անձնական եթերով է ասել։ Ասակ ինքը կարող է այնտեղ պորնոգրաֆիա է անի։ Սալավյովը իր երեկո հաղորդման ժամանակ սրան չի անդրադարձել։ Ինքը իր բաները ոչ պետական ռեսուրսով է ինքը հանրայնացնում այս կարծիքները։ Լավ, սրանք դիմում են գրում, օրենք են ընդունում Եվրոպական միություն մտնելու, որտեղ մեր իրավունքները լրիվ զրոյանում են, բոլոր բաները։ Իրանք ասում են վերազգային որևէ բան պետք է չլինի, չէ։ Այնտեղ ազգային։ Ուրեմն Ռուսաստան, Բելոռուս միությունը 1 միլիոն անգամ, ասում եմ 100%, 1 միլիոն անգամ ավելի նվազ պարտադրանք ունի կամ Եվրոպական միություն։ Այնտեղ ոչ մի քաղաքական բան չկա։ Հա։ Բայց Այնտեղ մեկը մյուսին դու ֆեդերացիան օրինական։ Չէ, բայց եթե դու ասես, բանը Գյումրու քաղաքապետ ասել էր միանանք Ռուսաստան, Բելարուս պայմանագրին, Շնամի հանեցին, Դավաճան։ Ձեր ժող վարչապետը ասում է հետևյալը։ Եթե մեր արցախցի քույրերը եղբայրները վերադառնան Ղարաբաղ, կդառնան պանդուխտ։ Այսինքն նորմալ մարդը, որը ժող վարչապետը, ասում է, եթե մարդը վերադառնա իր գերեզմանին, իր հողուջերին, իր տանը, իր ամեն ինչին, ուրեմն պանդուխտ է։ Եթե դուրս գնա այս ընտուկի, հա, ոնց որ մեր Ղարաբաղցիները կամ Երևան կամ էսի մոտ, պանդուխտ չի։ Սա ես ոնց հասկանամ։ Եվ ասում է, այդ պետությունը մեր եղբայրականն է, պատերազմ, խաղաղություն, հա, պաչիկ պրոշտիկ, մրոշտիկ։ Նոր տարուն գրում ա ձեզ։ Ասում է չի եղել sense դեպ, որ ոչ կա օրացույցային տարվա ընթացքում կրակոց չլինի։ Եղավ, ես եմ դեզ արել։ Հա բասա ասել ես խիպտի կրակոցը։
Հայաստանն է որ տա Սևանով, Սյունիքով, Երևանով, դա вообще դա ռագատկի կարիք չի լինի։ Դա իրա ձեռբերումն է։ Եթե մի ազգ թույլ է տալիս իրան տես բան ասեն, այդ ազգի հետ ամեն ինչ կարելի անել։ Չէ, եկավ նաև վեհապարի լիազորությունները վերցրեց, չէ։ Գևորգին պաշտոնից հանեց։ Որտեղ իր ուստեն ախպեր ջան, այսօր իր հրճակելա Վենեսուելայի ժամանակ, ճաստա Թրամփը կարա Վենեսուելա ասի, ես եմ այսօրվանից ժամանակավոր նախագահ բանը եւ գրելա չէ՞ այդ իր Twitter-ային զարմարա։ Բա իր ու ջայելա, իր աշխատողը տեղ չի կարա ասի վեհապարը ես եմ ստեղ։ Ախպեր ջան, նույն շկոլան է, նույն սկզբունքն է։ Նույն անգլոսաքսն է։ Հիմա ես ասեմ, մենք ինչքան ենք նստած, շատ չզբաղեցնենք մարդկանց, էլի։ Ոչ, ինչ-որ մի ժամանակ։ Հա ինչքան։ Դες չի երևում։ Ասա։ Ախպեր երևում է, եթերում գրում է ինչքան ենք նստած։ Սա փորձեմ ճշտել։ Մեկը գրեց 36 րոպե։ Հա, լավ, 20 րոպե կա։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ սրա նախընտրական ծրագրին։ Ինչ ծրագրով ինքը կգնա ընտրությունների։ Դա իմացել եմ շատ կոնֆիդենցիալ աղբյուրից, շատ։ 3 հիմնարկետը։ Նիկոլ Փաշինյան։ Հա, հետո կասեմ կոնֆիդենցիալ աղբյուրը որն է։ Թիվ 1 նախընտրական ծրագիր։ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը ասում թե ռեֆորմա, բան։ Երկրորդը Թրամփի մոստը իր սավոբշել, այդ trip կոչված։ Երրորդը հավեժ ախբերություն, Թուրքիայի հետ։ հա, հավեժ խաղաղություն, այդ մինչև լավ կլինի Թրամփի հոդվածը կարդա, ես հայերեն թարգմանել էի։ Այդ Թրամփը ասում կանտի։ Մենք թարգմանեցինք, հրապարակեցինք, բայց ափսոս դե գերմաների չէին կրա ռուսերենից։ Կվեշնոմ միրու հավեժ խաղաղության։ Այնտեղ ագին բան կիմանա այդ 3 կետով։ Մի թե ուրեմն դրանից հետո ինչ տեղի կունենա։ Ամսի 7-ին հունիսի, երբ հրապարակվեցին արդյունքները, սա վերանը կվերացնի։ Արդեն զենքի ուժով, KGB-ով ինչով կմտնի, ձերբակը կալանավորի վեհապարին, կվերացնի ինչ կա, չկա, վեհապարին հավատարմություն պաշտպանը, մարդը կա ժողովուրդն է պահանջում, արա։ Ժողովուրդը 51 կամ 91%-ից ձայն տասել է Նիկոլ, գնա այս արա, չէ։ Ես է ժողովրդի համբալը չեմ։ Ես եմ, չէ ժողովրդի ծառան։ Հա, ես մեղք չունեմ։ Հայ առաքելական եկեղեցում մնացել է ապրել 6 ամիս։ Չի կարա այլ բան լինի։ Չի կարա, այդ մեկ։ Մինչև ինքը քայքայ ամեն շաբաթ կգնա խուժան տերտերներ կփորձի։ Մամուլում այսօր կարդացի, մասից որ գնացել է, դպիրներից ոչ մեկը չի համաձայնվել բարձրանալ խորան եւ զեղչել վեհապարի անունը։ Դպիրներին ահաբեկել են ուղղակի ահաբեկել են, որ այդ դեպքում եթե դուք գաք, դուք բոլորդ կունենաք ոստիկանություն են կանչել եւ այլ, հասկանում եք։ Այսօր մամուլով եմ կարծել։ Դե թող այդ դպիրները գնան Անժելայի մոտ, թող գան քո մոտ, ասեն աղբեր ջան, ձեր ժողովարչապետը մեր երեխա են, դպիրները ջահել երեխեք են։ Հայ երեխան չի կարա ստեղ գա, Անժելայի մոտ չի կարա գնա։ Արա, ախր դուք, ես որ ասում էի ամեն մի օրը ու աշխատում են Նիկոլի օգտին, բախի է ասում։ Հիմա սաղ ուժայինները իրա վեստոսներն են։ Սաղ ուժայինները։ MVD, KGB, բանակ, քնչական, դատախազություն, մատախազություն, դատարան, մատարան, սաղ։ Այդ երեխեն էլ գիտի որ վաղը կարան գալ, պրոստը վեկալ են տանեն ու դատեն։ Ով է այդ երեխուտերը։ Գնա Ռոբերտ Քոչարյանի մոտ, ազգային բարերարի մոտ գնա, ասինձի դատում են, Սերժ Սարգսյանի մոտ գնա։ Ապա լավ, ինչ լավ թող ես սա շարունակեմ, ես Նիկոլի համես, որ թող երեխեքը գան ստեղ ասեն։ Մարդիկ այդ վիճակի մեջ են մայրը։ Ուրեմն այդ այն եկեղեցին է, որի հիմնակարերը դրել են օրինակ իմ հայրիկը։ Եվ այդ մասում պարսկահայերը շատ էին։ Եվ քանի որ պարսկահայերը միշտ եկեղեցի են գնում, դե մասիսը մինչև պարսկահայերի գալը հիմնականում Զանգիբասարը։ Ես շարունակեմ, հա, ես խոսում եմ Նիկոլի կարևորա։ Ուրեմն ժողովուրդը 51-ից շատ կամ 91% ձայն կտա։
հաջորդը հայրակելական երեսին կվերանա, մայրաթուրը չի լինի, միտեղ ինչ դու կարող է տարածներ օտարին դեր բերեն թուրքական բանիկներ դնեն կամ բորդելներ, ամեն ինչ հնարավոր է։ Այդ մեկ։ Երկրորդը, ինչ կբերի սրա այդ թրիպը։ Նախ ասեմ, եթե Վենսը գա սրանք ստորագրել են, որ արդեն մարդիկ կարծան տեսնեն, թե ինչ պետք է անի թրիպը, չէ։ Ռուսաստանի առաջի քայլը արդեն ասելա այս սրանց անվոնաշար լիբերալ դեսպան Կոպիրկինը։ Մարդը ասելա, անհամատեղելի է անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ այդ Թրամփի այդ ուղի կոչված։ Սրանք հանեն Իք հաճիկով դուրս գա ԵԱՏՄ-ից։ Կզերկվեք Լարսից նախկին պայմաններով, հա։ Կզերկվեք նախկին պայմաններով գազից, ցորենից։ Հաջողացին 20 կանա, շատ շուտ։ $100 իր հողերը, հեկտարը $100 կվաճառի ում բանոն Գրծովին։ Գրծովին չէ, թուրքերին։ Նույն բանն է, Արսենյան Յոնջյոնին։ Հենց հիմա հայկական հողերը վաճառվում են թուրքերին։ Ու վարսակալությամբ են տրվում։ Չէ, վաճառվում են։ Անորում ազերիներին։ Ազերին գալիս է Հայաստանում, փողը տալիս առնում է։ Չէ, իսկ առնում է 6-րդ կին, մի հատ հայի։ 10-րդ կին, մի հատ հայի է առնում։ Դե բնական է, դրանից ունենում է երեխա։ Դու կարա չունենա երեխի ունենա։ Չէ, ունենում է։ Արդեն այդ երեխան Հայաստանի քաղաքացի է։ Առնում են ամբողջ Արարատյան դաշտավայրի հողերը։ Անում են այդ իրանց կանանց, հետո այդ երեխու անունով, փոխում են երեխու անունով։ Դա դառնում է արդեն իրանց սեփականություն։ Ահա, դե մի լսի ինչքան Հիմա դա անում են։ Ինչ հանճարեղ լավ էֆեկտի կհասնի Փաշինյան Նիկոլայը։ Վերջապես իր երազանք իրականացվի։ Իրան ռադ կանեն ԵԱՏՄ-ից։ Հայ ժողովուրդը կվերանա։ Լսի, փայքիս բան կարող ենք ուրիշ բան ասել։ Հետո կասի դե տեսար ժողովուրդ ջան։ Դու քվեարկեցիր հանուն թրիպի մեր ինքնիշխանության ռուսերը մեր գլխին իբերեսին։ Այդ ծիրանը չեն թողնում տանես։ Գազը թանկացրին, մի տեսակ որ բանը։ Երրորդ կետն է արդեն իրականացնել է դժվար չի։ Դա Փաշինյան Նիկոլի նախընտրական այդ 3 կետով առաջի կետ, եկեղեցու ռեֆորմ, հա։ Վերացնել հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Ռեֆորմացնել իր ասելով, հա, բայց այդտեղ եկեղեցի չի տոնի, բա։ Վերացնել։ Հա, երրորդը թրիպը, Թրամփի կնգայետ, նո, ոչ, Թրամփի ուղին, հա։ Թրամփի ուղին երկրորդը, ինչա ավտոմատ Հայաստանին ռադա անում բանից, յադը։ Երրորդը խաղաղության բան, այդ կեղծ պայմանագիր թուրքերի, որ էլ երբեք չկրակենք։ Հայաստանի ամբողջական հանձնում թուրքերի։ Բացառապես ճիշտ եք, իրավացի եք, պարոն Իսագուլյան։ Էսա։ Եվ դուք կքվեարկեք առնվազն 70%։ Ես կասկածում եմ 90% ձեն հավաքի։ Այսինքն այս ազգը այդքան կորցրել է իր նամուսը ամեն ինչ։ Այս նախ այս ազգը երբ էր իրան գտել, որ մի հատ է կորցնել։ Այս ազգը 1920-ի դաշնակցական խայտարակությունից հետո եթե ազգներ դետարը կհաներ բանից, անունչա, այբուբենից, դետար չեր օգտագործի։ Չեր կասել ապեր, առանց դետարներից ապրել։ Չէ, դու ուրանում ես այդ ամբողջ արածը դաշնակցության, մի ուրացի։ Ես դաշնակցության արածի հետևյալն էր, մեզ թողել են 9800 քառակուսի մետր տարածք, չէ՞։ Էդ են թողել։ Հետո թուրքերին ասել են, թե արիշ թողես, ռուսերը մեզ դարձեն 30000 քառակուսի կիլոմետր։ Վերջնարություն կնայի։ Գործը ավարտով է բանանում, չէ՞։ Մակեդոնացիները իր գործը որսե շատ դժվար էր, դու վերջ չնայի, այդ մարդը ինչ թողեց իրանից հետո։ Վերջ չնայի։ Գնես որ բակտերիան վատ բան է, անգամ բակտերիան լավ բան անում է, քո մարմնի մի քիչ բոլոր բակտերիաները որ հանեն, ֆիզիկային մոտ կմեռնես տեղում, չէ՞, թե կես ժամից։ Կան օրգանիզմի համար անչափ օգտակար բակտերիաներ։ Չէ, առանց որոնց օրգանիզմը չի էլ այո, չի կարող։ Դեսյո։ Բայց բակտերիան մնում է բակտերիա, մի մոռացեք որ սիֆիլիսը բակտերիա է, չէ՞։ Դե բա տեսնում եք։ Այսօր մարդը ուզենայի է ամենավերջի ստոր մարդը աշխարհի, չի կարող ամբողջ կյանքը վատ բան անի մենակ։ Չէ, ինքը իհարկե պետք է շատ լավ բաներ անի։
Շատ չափազանց լավ բան է, բայց մարդու վեր չնայեք։ Եվ վերջ, կզրկվեք գազից, հա գյուղացին կսնան կանաթիով, կխերվի իր հավարման հետանոց հողերից, արդեն ես չգիտեմ։ Լավ, Իրանում ինչ է տեղի ունենում։ Դե Իրանի բախտը բերես, որ դենեն լուրջ երկիր ախել, Իրանը դու հայրդ ես, հա եմ ատում։ Ամերիկյան դեսպանատուն չկա, նշանակում է պրավալի գնաց այս ամեն ինչը։ Դու նայ միլիոնանոց ցույցեր են անում արդեն Իրանի իշխանությունների կողմնակիցները։ Հա, որտեղ կոնկրետ։ Հենց մի անեմ, ուղի եթերմտի նայ։ Այդ կամար չես կարա բերես, հա։ 53 մսկիթ են այրել։ Բայց այդ ժողովուրդը վերջի մեկի հավատացյալ է, չէ՞։ Չանկալնում։ 53 մսկիթ այրել կարելի է, հələ չեմ ասում դե 30 հատ բան են սպանեն դե ոստիկաններ ջանա։ 53 մսկիթ ուզում են մարսեն։ 400 քանի հոգի սատկսվել է դրանցից երեկվա դրությամբ։ Ով է բռնվեց, դրանցից մի 400 հոգի կկախվեն։ Իսկ Տրամպը ինչ էր ասում, ինքը սկսելու է խառնվել, եթե անկարծ է ցուցադարների նկատմամբ ուժ կիրառվի։ Իրանք հետ մի հատ կնիկը ուզում է ավտոյով էթա կրակում են, սպանում են, ախպեր ասում են ճիշտ է արել։ Ասի Տրամպը ամերիկացի է, իսկ ամերիկացին միշտ ճիշտ է։ Լսի Ջորջ Բուշը 92 թվին սա աշխարհի աշխի առաջ 700 նեգր սատկցրեց Լոս Անջելեսում մարադիորության համար։ Այն ինչի համար դատում են այսօր Ռոբերտ Քոչյանին, որ Ռոբերտ Քոչյանը ախր Քոչյանին պետք է դատել նրա համար, որ մարտի 1-ին ես իշխանություն չեմ ունենա ու չեմ էլ ուզում, որովհետև անլուժ զբաղմունք է, էլի։ Այս ազգի համար ինչի անես, մեկը պիտի գան գերեզմանիդ կներես քակեն, ոնց որ Գրիբայեդովին։ Դուք ազգովի քակեցիք Գրիբայեդովի գերեզման են կներեք։ Հակահեգիենիկ բառիս համար։ Բայց Քոչյանին պետք է պատասխանատվության ենթարկել նրա համար, որ ինքը չի գնդակարել այդ մարազյորներին, որոնք խեղճ պարոն Լեֆիքսամոյի խանութին թալանում։ Դատում են ուրիշ բանի համար, որ 11 հոգի մահացել են։ 10 հոգի, որից 2-ը Քոչյանի ոստիկաններ է, որից 4-ը ոչ հրազեն վնասվածքով են մահացել, որից մեկն է բենզին սրեցվող Կլոյաններ, թե Սլոյա, որի քուրը մի դեպուտատ է։ Բենզին սրեցվող մի վիժված, որ մեռավ ախպեր ջան, այդ թաղում ինձ են ասել, ախպեր փրկվանք սրանից, փրկվանք։ Կոնչենի նարկոմաններ, պես դեմոկրատ։ Բենզին էր սրեցում ասեն։ Սենց տենես պրիսատք էր դա, բենզին սրեցվող իրես կյանք չունի։ Վարդան Ղուկասյանը երկու ախպերը, Վարդան ամեն ինչից կտրեց։ Կիսլարոդները փակեց փողից մողից, բենզին սրեցվող մեռավ։ Երկու ախպեր կորցրեց։ Քան դաժան է, հա մեր վիճակը հիմա փաստորեն։ Փրկություն կա, հնարավորություն կա փրկություն։ Ախպեր կա, Նիկոլի խորհրդին հետևեք։ Թավշա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն արեք, եթե չեք ուզում դա։ Ես ձեզ ասի, սա կռեֆորմացվի հայ, դա կլինի իր նախընտրական ծրագրի առաջի կետը, եկեղեցին։ Դե մի ինքը դու հետևություն արած, դա արած ռեֆորմը այդ եկեղեցու ինչ կթողնի ինքը։ Այսի ախր ես որ ասում եմ մեծ վիճու, ասում եմ եկեղեցին անպարտ է, Մոսկվայում են ինձ ասում։ Ասում եմ, ես ասել ասում, ինձ ասում։ Ասում եմ, եթե մի բան մի հարցով պետությունն է զբաղվում, ոնց կարող դա իր մոտ չստացվի։ Թե ոնց կարող դա իր մոտ չստացվի։ Մի անգամից չստացվեց, 5 անգամից կստացվի։ Թրիպը Թրամպի, այս Թրամպի ուղին, այդ էլակործանիչ Հայաստանի համար ինքը կանի, Թուրքիի այդ աղբերությունը այդ էլակործանիչ Հայաստանի համար, այդ էլ կանի։ Թրամպի մոսն է, որ կառուցվեց պրծավ, կամ մինչև կառուցումը, կամ ես այդ մոստի հայտնվելու վայրը գիտեմ, այդ կարամ հստակ ասեմ։ Բայց թե եր, ոնց, ինչ հանգամանքներում դա տեղի կունենա, ես էլ չեմ կարող ասեմ։ Հսկայական ընդդիմություն ունեք, էս ունեք, են ունեք, ասում են, թե մենք հենց չենք կարդացել։ Ախր ինչ կա կարդալու, Թրամպը խոսում է, այդ անասունն լսեք ինչ է ասում։ Ասում է իմ անվանողին պետք է ես թուրքերին կապի, այն թուրքերի հետ, հետո ես երկու թուրքով պետք է գա 3-4 թուրքի հետ մարդը ազնիվ խոյնա ստախոստա չի դա ասում էլի։ Նա մարդը ասեց
ու տենց է կանի, Ռուբիոյի Բրիտանի Կուբա նախագահ, նու եթե կարող է ինչ-որ իշխանություն փոխվի, այն է Կուբասի վիճվածքա, չէ՞, Բրիտանի դեռ Կուբայի նախագահ։ Իրանը այսօր նշանակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։ Եվ բոլոր իր գրանտակերական ցանցերը ցույցում է գնում վարվեկնես ոնց մենք, իմացեք որ ճիշտ միշտ մենք ենք։ Էսա հարցը։ Լավ, հիմա ինչ-որ բաներ սպասվում է Սալավևին։ Քրեական գործ թող հարուսեն։ Հայաստանի ինքնիշխանության դեմ տենց հոդված կլինի, չէ՞ ոնց է։ Բայց ինքնիշխանության դեմ չի խոսացել է Հայաստանը։ Ախպեր, Քոչարյանը հակահայկական բան արել է, մի դատ այդ մարդու ռեցիդիվիվ դարավ, եկա նախագահի տարան 3 սրոք դասեցրին բերեցին, 3 հակամ տարան այդ բերեցին։ Էխեր նարեկ, վազգի տո Աշոտյաններ տերորիստ կամ տո 4 սրպասանքան ստացվում։ Ախր սրա հարասները որ դասը, սրա որ մի հարասնա, ասма такие вопросы задаю, что неудобно отвечать. Еще без фронтики. Садар перехосил, старает волби, арастарат. Да, да. Եպիսկոպոս մարդու դասում են 7 տարի առաջ պլանես գծեցրել, 7 տարի առաջ գոնե արավ, ասեն 3։ Ինչ-որ կամերաման հենց իմենո 3 ես արել դա, չէ 7 տարի առաջ։ Նիկոլը դիտավորյալ է դա անում, որտեսեմ ասի, չէ։ Հաջորդ, քո տերը, սահմանադրությունը, քո օրենքները, քո դատարանը, քո դատախազությունը, քո ամեն ինչը ես է։ Ինքը այդ տպավորությունն է ստեղծել այլևս։ Հա թող ստեղծի, բայց ախր ես բանել եմ ասում, քանի որ ինքը տգետ է, ինքը չգիտի, որ ինքը երկիր չունի, ինքը գիտի, թե ունի։ Ինքը չի իմանում, որ տարածք չունի։ Բանդերականներն է չէին իմանում, չէ՞ մի։ Հիմնորեն են իմանում, որ ակալիցը գրիմ չունեն, իրանցը չէ։ Բայց ես ասում եմ, Նիկոլը իր համար ստեղծել է խայտարակ վտանգավոր նախադը։ Ինքն է ստեղծել դա։ Ինքը ստեղծել է մի վիճակ, որտեղ ամեն ինչի համար մեղավորը ինքն է։ Եվ ինքը անում է գործողություններ, որոնք սահմանված։ Լսի, իգրուշեսն է կապ։ Կապ չունի։ Լսի, բոլոր պատարագներին ինքը իր նախիրը տանում է, նախարարները տանում, ախպեր, եկեք, դե ինքը գիտի ինչ է անում, չէ։ Սրբուի ես ինչ ես են գեղեցիկ նախարարույ ունի։ Արի դու է պղծվի աղջի, մենակ ես չեմ։ Բացում է։ Էն է գնում ամոթուս ընդեղ է տեր արամ, այն նախքին տերը, այն պատես վիլվ, ոչմ, ստոպիկա ինչա։ Էն է գնում աստիպված, բոլորին ինքը իրան հավասար պղծում է, էլ Սիմոն ինքը իրա դա օրենքը տենց է, բա տենց չհասկացա է, այդ ես գնամ պղծվեմ, դուք մաքուր մնաք ու իմ այդ հավասար լապեք, չէ եկեք դուք է փճացեք բա։ Բա կներես Իվանիշվիլի փողերը որ շվեյցարացի քխելեսին 2 միլիարդ դոլարը։ Ահա դա ամերիկյան է, մարդիկ ինչ ասին, չէ Շվեյցարիա ջան, դու պետք է չեզոք չմնաս, այդ իմ նման տղեն, ես ամերիկանց եմ փճանում։ Դու է պետք է փճանաս, որ մարդիկ քեզ չվստահեն ոչ թե մենակ ինձ։ Էնե ասма չէ, ասма պետք է փճանաս։ Չես փճանա աուդիտ կբերեմ գլխի, թերը կանեցեմ։ Է նրանք է փճացան։ Դու պետք է փճացես շա բոլորին հետ, չէ՞ որ վերջը պատասխանատվության պահը գալու է, չէ՞։ Մի խոսքով շատ դաժան իրավիճակ է։ Սիրելի հերթադու, հավատացեք, ինչ որ մենք հիմա ասես պարզ խոսում ենք, անկաշկան բառերով, ցույց է տալի ողբերգական վիճակը։ Ասեմ հարցը Սալավեվը չի, Սալավևին իրանք պատրվակ որպես օգտագործեցին։ Լրագրող տղա է, իր կանալով ինչ որ մի բան ասել է, եւ ասել է իր Այդտեղ Սալավևը մի անգամ իր պետական հաղորդման ժամանակ ասեց այդ թափտպուկը, ասեց անունը գնաց է սապնվել է սրան ժամանակին, այս Սիվոնյան ալեն կոչված է, թե բան, ասում է դրա այդ կոֆեի չեմ խմեմ իր օժակ։ Սալավևն ասեց։ Իր պետական եթերի ժամանակ։ Հա, կարա ասի, հիմա մարդիկ իրանց ազգային շահը, հիմա մենք որ մեր ազգային շահը ուրացել ենք, մեզ դրել ենք Թուրքիայի վասալի տեղ, մենք մեր գերիներից խոսալու իրավունք չունենք, արարածներից խոսալու իրավունք չունենք, հայրաքելական Չէ, մի օր հələ հասկացաք, դեսպան չունի Ադրբեջանը ստեղ, բայց այլ խողովակով, հələ Բայրամովին կանչեք։ Բայրամովի ինչ որ մեկին, էլի կամ ինչ որ մեկ այլ դեսպանով, թե ես ինչեր ես խոսում արա, ոնց թե Հայաստանի սահմանները պայմանական են։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է պայմանական։ Բայրամովը ալի
Ալիևը սրա այդ թուղթ չի ստորագրել Հայաստանի այդ 29 կիլոմետրի վրա։ Ինքը գնաց Գրենադա մենակ, Ալիևը չգնաց դեմոնստրատիվ։ Ստորագրեց եկավ ասեց ես ստորագրել եմ որ Հայաստանը 29000 կիլոմետր է։ Ալիևը ասում է պայմանական են այդ սահմանները, չկա տենց սահման։ Բայց մենք դրանց կանչեք արա։ Սալավյովը ինչ ասեց, Սալավյովը ասացի կվինտեսենցիան, այնա որ համբլներ Վլադիմիր Վլադիմիրիչը ասելա սենց։ Չեմ հանդուրժի հակառուսական ռեժիմ իր բոլոր գործողությունները։ Բայց հիմա Հայաստանը հակառուսական ռեժիմն է, ուրեմն Պուտինը չի հանդուրժի, այդ մեկ։ Եվ երկրորդը չի հանդուրժի, հա, ով մտելանես, դուրս կգանես, ոնց մտել եք, այսինքն Հայաստան որպես այդպեսին չի մտել, հետեւաբար դուրս գալու տեղ չունի։ Չունի դուրս գալու տեղ, որտեղ չի եղել Հայաստան, կոնֆեդերացիա եղել։ Դե լավ էս դաժան, շատ դաժան իրողությամբ ավարտենք եւ ասենք հետեւյալը մեզ ամենից շատը խանգարում է ազնիվ լինելը ճշմարտություն ասել եւ ինչ որ մեկը ճշմարտությունն է ասում բոլորը վայ վույ հիմա շատ բաներ կա որ Արտյոմը Խաչատրյան ասում է ես պարկեշտությունից ելնելով ասում եմ իր հետ համաձայն չէ զուտ պարկեշտությունից ելնելով բայց երբ որ ինչ-որ խնդիրներ կան, որոնք նաև հիմնավորում ունեն, փաստային հիմնավորում, շատ դժվար է հա այդ հիմնավորումների հետ վիճել։ Եվ մեզ հիմա այս պարագայում անկեղծորեն իրար հետ ազնվորեն խոսելու այդ դեֆիցիտը կա, այդ պակասը կա։ Եթե կարող ենք մենք ազնիվ լինել ու ազնվորեն խոստովանել կամ ասել թե ինչ կա, ինչ վիճակ է եւ այդ վիճակից դուրս գալու ճանապարհները որոնք են առանց ինքներս մեզ խաբելու ապա գուցե ինչ որ բան ստացվի այլապես մենք դառնալու ենք գոյություն չունեցող մի հատ պետություն անպայման դառնալու ենք Նիկոլը տանելու է նրան որ այն էլ ինչ ազգային կա վերանա մնացած որոշողը դուք եք բան կա ասելու թե փակենք Գիտեք մի բանի վրա է ուզում, հա, ասեմ, սրանց ամեն ինչի հույսը, մի որ մենք հերի մեզից դրանց հետ նստած ելնենք կաֆե դաղբեր, Թրամպի պես տղեն մեր հետևնա, բանա Թրամպ կա այնտեղ, էլ կնդիկեր Թրամպի աղբեր Պուտինովա, աղբեր Պուտինի բյուջեն նայի, Թրամպին նայի, հզոր է էլի մեր թիկունքը, հայ ժողովրդի մեջքը, նրանք են։ Սա խոսում է մարդկային տգիտությունից։ Նույն բանը բանդերականներն էին ասում։ Սաակաշվիլիները ասում։ Իսկ ես Թրամպի վերջի արածը, այս լակոտությունը որ արեց, Մադուրոյին գողսավ տարա, հա։ Ես ուրախ եմ որ տարա, որտեղ գիտես, եթե մարդը թույլ է աղը մարդու այդ վարում են նենց, ոնց որ ինքն է թույլ տալիս, ճիշտ է։ Հայվան թույլ չտայր, քեզ չտանեի։ Այն օրը Ռուսաստանի դեսպանը հայ տղա է, Մելիք Բաղդասարը, հա։ Բաներ պատմեց, որ զարմանալի է։ Ասում է բանակի 80%-ը նոր տարվա արձակուրդ է եղել։ ՊՎՕ-ն անջատած է եղել եսի մինչերից, այն հեռահար են բաներ ունեն, չէ՞, ստանցիաներ որ։ Հավայի կուբացիներ են վարի գնացել։ Ինչևէ, Թրամպի արասով ես ինչ եմ նաև ուրախացել, ոչ թե միայն որ տրելեբուտի շոֆերը թող նախագահ չդառնալ երկրի։ Սա Ուգո Չավեսի նաև սխալն էր։ Դա նորմալ գնդապետ պիտի բերեր իր տեղը թողնել, ոչ թե անաստունին, որը իր գործը վարի տվեց։ Թրամպը հերթական անգամ ցույց տվեց աշխարհին, որ ինքը արդեն շերխանն է, ինչի մասին խոսեց Պուտինը 2018-ին։ Մաուգլի տեսնողները կամ կարդացողներն ավելի լավ կիմանան, Շերխանն ինչ էր։ Ինքը հզոր վագր էր ժամանակին, հետո պառավեց, որ պառավեց արդեն իրան չէին հարգում, չէ, ինքն է ուզում էր նույն հարգանքը վայելել ջունգլիներում, չէ։ Ստորությունների է դիմում, տաբակիների նման պատլես լակոտներ էր պահում, չէ, բոլորն են հիշում։ Վերջի ինչ եղավ Շերխանի, բոլորը տեսան, Պուտինը այդ մասին իր ամենամյա ուղերձում խոսեց, չէ։ Իմ ասածը որն է, հզոր երկիրը տես լակոտություն չի անի։ Պարոն Իսագուլյան, չի անի այդ բան։
Ռիչարդ Նիքսոնը այն ժամանակ, երբ ամերիկան աշխարհի իրոք ամենահզոր կենտրոններ սովետական միությունից հզոր իր տնտեսական sense բան երբեք չանի, որովհետև հզորին ինքնահաստատվելու կարիք չկա, հասկանում ես, բոլորը տեսնում են։ Եթե դու հեղինակություն ունես, քեզ պետք չի դու քայլերի դիմես, որ քո հեղինակությունն ներևա մարդիկ ընդունեն։ Դու հեղինակավոր ես, չէ՞։ Այլ օրինակ գեներալներ ունեինք, չէ՞, բանում Էջմիածնում։ Փողոցներ էին փակում իրանց։ Մարդկանց տարբեր բաներ էին անում։ Պահրիշեք էին ծակում, չէ՞, կաշուկան։ Մարդիկ փորձում էին ինքնահաստատվել այդ քաղաքում։ Ասեին, որ եթե չեք հասկանում, որ մենք հեղինակություն ենք, մենք դες զորով կհասկացնենք։ Բայց իսկական հեղինակությունը, իսկական ուժը հաստատվելու կարիք չունի, բոլորը դրանք կտեսնեն, բոլորը կտեսնեն։ Հասկանում ես։ Թրամփի երկիրը ես ուրախ եմ հասել այն վիճակին, որ ինքը արդեն լակոտությամբ փորձում է ինքնահաստատվել աշխարհում։ Եվ դա էլ բետար, էլ ավելի շուտ իրան կազատի մեզնից։ Մի Գրենլանդիան է կուլ տալիս։ Դե Ուկրաինայում խայտարակ է եղել, չէ՞։ Ընկել են արդեն ամենագժական բաներն անում։ Եվ պարադոքսն է, որ Վենեսուելայում ինքը ոչ մի բան ձեռ չի բերել, բացի Մադուրոյից ու Մադուրոյի կնգանից։ Դեռ Չավիսներն ուժեղ են, դեռ երկիրը շատ բարդ է։ 3 միլիարդատեր մարդկանց հավաքել է, իր նավթային մագնատներին, մարդիկ ասեցին ախպեր ջան, չեն գետում։ Չասին, քանի Չավիսները կա, մենք չենք գնա։ Գիտեք այնտեղ նավթ կա, այնտեղ նավթը չկա որպես այդպիսի։ Վենեսուելայի նավթը ինչ որ դեֆիցիտ նավթ է, ծանր նավթ, որ աշխարհում գործարաններն են քիչ դրա վերամշակող, հա։ Ռուսաստանում ընդհանրապես չկա։ Հետո ինքը էժան է, դրա համ հանելն է թանկ, համ մշակումն է պրոբլեմային։ Հա, եթե 10 տարի շարունակ 10 միլիարդ դնես, 100 միլիարդ 10 տարուց դու արդեն լուրջ եկամուտներ կունենաս, բայց Exxon-ի ինչին է պետք գնա Թրամփի խելքին ունի, գնան դեր միլիարդներ դնի, որ ինչի համար։ Չավես գա։ Մի հատ է Չավես գա դնի այդ ամեն ինչը ինչ անի։ Չհասկանում ես, ոչ մի բան է։ Պրոստը իրան պետք էր ասել, որ աշխարհի տեր այսօր է, ախր այդ տարիքում այդքան անասուն, ահա մեկը չկա դրա գրառումները նայ։ Այսօր գրել է դա ես ինձ նշանակում եմ բան, ժամանակավոր նախագահ։ Վենեսուելայի։ Կատակ է։ Կատակ։ Գրել է մարդը, ասում է կատակ է։ Գրել է, այն մարդը իր ձեռագրով գրել է։ Ասում է Ռուբիոին է, Մարկոին ուղարկեմ Կուբա նախագահ։ Հələ լավ Վենեսուելայի գլուխը կերա, ասենք մի կերպ ասենք ասիր կոկային կար մեջը, իբր բարիգա է սա ինչ էր, տրելեբուզի շոֆերը տրելեբուզով բաներ տանում, կոկային էր տանում։ Լավ Կուբայի ինչ պետք է ասես արա։ Կասիա, տրելեբուզը քո երկիր չի կհասնի։ Դե մի բան կասի։ Հա, գելը որ սոված է։ Չէ, ասիկա եւ սրանց հույսը է, Փաշինյան Նիկոլ, մեր էս հարգարժան ժողովրդավարական իշխանը Թրամփն է, էլի, հզոր Թրամփը, որը կարող է Պուտին տանի քնած տեղից, այդ հզորությունն է։ Լավ, կապրենք կտեսնենք։ Դե ես էլի ապայման ասա որ մենք չասեն, ասա որ մենք կողմ ենք Թրամփի ուղուն